Ով ինչպես ու երբ է կատարել կառավարության ղեկավարի հանձնարարությունները, արդեն պարզ է։ Սեպտեմբերից մինչև հունվար 101 հանձնարարականներից 51-ն արդեն կատարվել են, կան նաև հանձնարարությունը վատ կատարողներ, որոնք գործը վերջին րոպեին են թողել կամ էլ կիսատ են արել։ Այսուհետ կառավարության նիստ բերվող այն նյութը, որը արտառոց չի, այդ դա աշխատակազմի ձեր աշխատանքի բացթողումն է, մենք համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու։ Աշխատակազմերի կրճատումների հաշվին տնտեսումների առաջին արդյունքները նույնպես կխնայեն 3 միլիարդ 900 հազար դրամ։ Հերթը տեսչական բարեփոխումներինն է։ Վերջերս մենք արդեն քննարկման առարկա դարձրեցինք գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչության լուծարումը, որը զբաղվում էր գյուղտեխնիկայով։ Նմանատիպ աշխատանքներ կշարունակվեն նաև այլ նախարարություններում եւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կառավարության ծրագրով եւս նախատեսված է, որ մենք 6 տեսչական բարեփոխում պետք է իրականացնենք 2017 թվականի ընթացքում։ Պետեկամուտների կոմիտեն անցնում է հասցեական վարչարարության, նկատել են, որ շատ հարկատուներ թեր հայտարարագրումներ են անում կամ խախտում են ՀԴՄ-ների օգտագործման կանոնները։ Այսուհետև մեղմ կվարվեն միայն օրինապահ հարկ վճարողների հետ։ Հարկատուները, որոնք Պեկին առցանց ցույց կտան իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը, տարեկան ստուգումների ցանկում չեն հայտնվի։ Բարբերաբար հրապարակել, ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները։ Նախորդները դեռ չավարտած, կան նոր հանձնարարություններ, բոլոր նախարարությունները, կոմիտեները պետք է ներկայացնեն իրենց կառույցների ներդրումային հնարավորությունները։ Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան 2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում։ Ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր, վարկային, բյուջե եւ այլն, բոլոր։ Վարչապետը շեշտում է, ներդրումային ծրագրեր պետք է ունենան բոլորը, նույնիսկ մշակույթի ու կրթության նախարարությունները։ Կրթության ու գիտության նախարարությունը ստացավ եւս մեկ նոր կարգադրություն՝ մշակել օտար լեզուների ուսուցման հայեցակարգ։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կրթական համակարգում ապահովել օտար լեզուների դասընթացները։ Հանձնարարականներով առատ նիստը սկսվեց արդարադատության նախարարի նոր նախագծով։ Արփին Հովհաննիսյանն առաջարկեց ազատազրկվածներին բժշկական օգնություն տրամադրել քաղաքացիական բուժ հաստատություններում։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը փակելուն եւ համապատասխան բժշկական ծառայությունները եւ սպասարկումը քաղաքացիական հիվանդանոցներում իրականացնելուն։ Երկրորդ կարևոր տարբերակը հետեւյալն է, որ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը ըստ էության կվերակազմակերպվի եւ հիմնականում որոշակի մասնագիտացված բժշկական օգնության տեսակներ են տեղ կիրականացվեն։ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել ցանկացողներից մուտքի արտոնագիր այլևս չի պահանջվի։ Լուրը հայտնեց փոխարտգործնախարարը։ Կառավարությունը Էմիրությունների հետ կնքել է քաղաքացիների մուտքի արտոնագիրը վերացնելու նոր համաձայնագիր։ Մանու Իրիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։